Ողջույն գործարարալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, սա Թարմ ուղեղով զրույցն է, դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, իսկ մեր տաղավարում է Ալխազ Ղազարյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ազգային ժողովից եք գալիս, մենք տեսանկարը հանում ենք ամսի 4-ին, ինչպես հասկացանք, բավականին բուռն է անցել, հետևելուց այն կողմ, ուզում եմ դուք տեղից տեսակետները եւ կարծիքները, տրամադրությունները փոխանցեք, թե ինչ որոշվեց այսօր, ինչներ առաջնայինը, գիտեմ քվեարկություններ են տեղի ունեցել, մի քիչ այդ մասով քննարկենք, հետո անցնենք մյուսներին։ Շատ լավ, ազգային ժողովից եմ գալիս ու ինչպես նախորդ 4 տարիների ընթացքում կարող եմ ասել, այսօր էլ բացառություն չէր, էլի թեժ խոսակցություններ տեղի ունեցան ընդդիմադիրների եւ իշխող ֆրակցիայի կուսակցության իշխող ֆրակցիայի падգամավորների միջև, ինչը սպասելի է, այսպես ասած մենք կարծես ամեն անգամ, երբ որ ինչ-որ տեխնատություն է քննարկում եւ հնարավորություն կա կանոնակարգ օրենքով 10 րոպե ելույթ ունենալ, անկախ թեմայից հիմնականում չենք էլ անդրադառնում տվյալ տեխնատուին, հիմնականում ելույթների մեծամասամբ նվիրված են լինում, թե իրար հանդեպ ինչ կա կուտակված այս ընթացքում խոսելու համար եւ այսօր բացառություն չէր, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն էր նշանավորված, օրակարգում կար եւ այդ խոսակցությունները ծավալված, բայց բացի դա պետք է նշեմ բավականին կարեւոր օրենքի նախագծեր ենք ընդունել, որոնք որ այսպես ասած անհրաժեշտություն էին ու շատ ժամանակի առումով էլ կարևոր էր եւ ամենաերևի բացառիկը ամենավերջին քննարկվող օրենքի նախագիծներ, որը վերաբերվում էր կենդանիներին, տնային կենդանիներին, հատկապես նրանց պաշտպանությանը, աղմուկն է շատ նախագծի վերաբերյալ, բայց նախագիծը համապարփակ լուծում է տալիս այս բոլոր խնդիրները, որոնք կապված են թափառող կենդանիների հետ, հատկապես թափառող շներին, երբ որ այս սեզոնին ամենաշատը վտանգ են ներկայացնում, համայնքներում շատ մեծ խնդիր կա, գրեթե այդպիսի համայնք չեմ հիշում, որ գնանք ու այդ մասին չբարձրաձայնեն։ Հիմա մենք միջանկյալ նաև ֆինանսներ պարունակող իր մեջ ամփոփվող լուծում են գտել, բայց կարծում ենք այսպես ավելի ճիշտ եւ կենդանիներին պաշտպանող օրենք է շրջանառվում եւ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված եմ ուզում մեջ բերել։ Առավելապես օգոստոսի 8-ի համաձայնություններով եւ դրանից բխող գործողություններով մենք այսօր պետություն ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, անկախ ենք, քան երբևէ։ Ուզում եմ հասկանալ, մենք այս հայտարարությունները, երբ որ արվում է, վստահաբար ձեր կուսակցության մեծ մասի կամ գոնե բոլորիդ համաձայնությամբ էլ է նաև արվում, դուք կողմ եք այս տեսակետի հետ, ոնց է դա տեղի ունենում, երբ մենք այս պահի դրությամբ ունենք օկուպացված տարածքներ ու մեզ համարում ենք անկախ, տնտեսական իմաստով մենք կարծես թե անկախ չենք, որովհետև Ռուսաստանից այդ գրեթե 80%, եթե ոչ ավելի մենք կախվածության մեջ ենք եւ մյուս առումներով։ Ինչ անկախության, ինչ ինքնիշխանության եւ ինչ ազատության մասին է Նիկոլ Փաշինյանը ասում։ Դե տեսեք, ես նույն տրամաբանությամբ, եթե ասում եք խաղաղություն, բայց ինչ խաղաղության մասին եք ասում, ես մի ատրիբուտ Ես մի տերմինն էլ ես ավելացնեմ։ Այո, ես կարծում եմ եւ ես լիովին կիսում եմ այդ միտքը, որ մենք ավելի քան անկախ ենք հիմա եւ ավելի ինքնիշխան ենք եւ ավելի շատ մենք մեր պետության գործերով ավելի շատ մենք ենք զբաղվում։ Ինչի հերթով կամ ինչի համար ենք մենք այս ամեն ինչի մասին խոսում։ Գիտեք, ժամանակին նաեւ ՀԱՊԿ-ի անդամ էինք եւ ինչ դժվարությունների առաջ կանգնեցինք պատերազմի օրերին եւ այն ժամանակ նույնիսկ հնարավոր չէր դու քո երկրում որոշեիր, որ դու զենքի արտադրությամբ ես զբաղվում կամ ինչ-որ մի երկրի հետ դիվերսիֆիկացիա ես անում, զենք ես գնում եւ այլն, եւ ես վերջերս նույնիսկ առիթ եղավ ամբիոնից վարչապետը ասեց, թե մեր արտաքին պարտքը որ կոնկրետ ինչի վրա էր ծախսվել, ինչի ուղղությամբ ենք աշխատել, առաջ մենք այդ հնարավորությունը մենք կամ ՀԱՊԿ-ի թույլտվությամբ կամ այդ շրջանակում պետք է զենք գնենք, իրենք տրամադրեին չեն տրամադրվի, կլիներ որ մենք այս ուղղությամբ մի ուղղությամբ կապված էինք ընդհանրապես մի երկրից մի կազմակերպության շրջանակներում գնելուց։ Նույնը նաեւ տնտեսության առումից գիտեք որ այո այսօր Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը եւ այլն 80%-ով գրեթե կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, բայց քայլերը այդ ուղղությամբ կատարվում են, որպեսզի կարողանանք տնտեսությունը դիվերսիֆիկացնենք եւ ընդհանրապես կախված չլինենք մեկ երկրից։ Եվ այսպես շարունակ էներգետիկ անկախության հարցը։ Նաեւ էներգետիկ անկախության հարցն է, ես կարծում եմ մեր հաջորդ հարցով մենք գնալու ենք դեպի հեծի պետականացման հարցին եւ
այլն, եւ այս ամբողջը միմյանց հետ համ կապակցված են, համ իշահ պետության է իրականացվում։ Այսինքն այսօր մենք այս քայլերի հերթականությունը հաշվի առնելով եւ տեսնելով ինչքանով է դա ազդում մեր պետության բարօրության եւ բարգավաճման վրա, կարող ենք ենթադրել, որ այսօր մենք ենք մեր հարցերը լուծում։ Ու առհասարակ, եթե ամենապրիմիտիվ օրինակը վերցնենք Հայաստանի Հանրապետության մասին խոսելուց եւ Հայաստանի Հանրապետության շահերի մասին խոսելուց տարբեր երկրների հետ, Ամերիկայից սկսած Ռուսաստանից դուրս եկած Թուրքիա, Ադրբեջան, մենք այսօր դեմարտեմ հանդիպում ենք ունենում եւ դեմարտեմ խոսակցություն ենք ունենում, ոչ մի միջնորդավորված խոսակցություն, ոչ մեկի աջակցությունը եւ միջնորդությունը եւ հովանավորությունը չենք ակնկալում եւ հասկանում ենք, որ այսպես մեր հարցերի լուծումը ավելի շուտ է լինում։ Տեսեք, դուք ասում եք, Ադրբեջանի հետ էիք ասում, որ տետատետ եք շփվում եւ միջնորդ չկա։ Վերջում պարզվեց, որ Միացյալ Նահանգները այդպես ասած միջնորդի դեր է ստանձնում։ Ոչ թե միջնորդի, այլ հարթակ ստեղծեց, որպեսզի կարողանան խաղաղության համաձայնագիրը կնքենք։ Հարթակի ստեղծման հարցը այստեղ լուծվեց եւ նաեւ այստեղ շատ կարեւոր էր, որ տեսեք սահմանների հարց եք ասում, մենք միջև այդ համաձայնագրի կնքելը մենք նաեւ սահմանագծման ու սահմանազատման կանոնակարգը ընդունեցինք ազգային ժողովում, մենք մեր երկրում Ադրբեջանը Ադրբեջանում իրենք ընդունեցին գրեթե միաժամանակ եւ միջև դա Ամերիկայում կնքված խաղաղության համաձայնագրի կնքումն է տեղի ունեցել եւ դա այդ բանակցությունների արդյունքն է։ Այսօր մենք տետարտետ հանդիպում ենք նաև Թուրքիայի հետ, բանախոսներ ունենք երկու կողմերից, ակտիվ խոսակցություն է սահմանազատման, սահմանագծման գործընթացը, եթե դուք նշում եք այս անկախության, մենք ասում ենք, որ մենք խաղաղության համաձայնագիրը կնքելուն զուգահեռ նաև բոլոր մնացած խնդիրները, որոնք որ այսպես կարող են խանգարել այդ գործընթացին, ելի հասցեագրված են եւ իրենց հերթին իրականացվում են։ Գրեթե 4 ամիս է անցել օգոստոսի 8-ից։ Հողի վրա ինչ հա տեղի ունեցել։ Հողի վրա տեղի ունեցածը այս պահին, այսպես ասեմ, չենք տեսնում, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք շատ շուտով ենք տեսնելու արդյունքները, որովհետև շահագրգռվածությունը այդ ճանապարհների ապաշրջափակման անպայման լինելու է։ Միակ բանը, որ օգոստոսի 8-ից հետո կարող ենք հողի վրա ասել, դա Ադրբեջանի կողմից ճանապարհի տրամադրումն էր, որպեսզի տեսակ ղազախական, ապա նաև ռուսական ցորենը գար Հայաստան, չնայած դա են ուզում այսպես մանիպուլացնել եւ ասել ախր դա այսպես ուղիղ չեկավ դրա համար չեն կարող ասել, բայց պետք է փաստենք, որ օգոստոսի 8-ից հետո առհասարակ 30 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ Ադրբեջանը մեր բեռի համար ճանապարհ էր տվել։ Բայց դա ավելի շատ լծակներ չի ապահովում, որպեսզի հետո ճնշումների տակ մենք ընկնենք եւ կախվածություն ստեղծվի արդեն Ադրբեջանից։ Մենք ոնց ենք հավասարակշռելու դա։ Տեսեք, մենք միշտ ասել ենք, Թուրքիայի հետ սահմանը ինչ է փակվել է մեր կողմից, թե Թուրքիայի կողմից, բնականաբար Թուրքիայի կողմից եւ չի բացվում, տեսնում եք ինչքան երկար ժամանակ, նույնիսկ խաղաղության համաձայնագրից հետո ակնկալվում էր, որ ամեն դեպքում Թուրքիան շուտ կբացի, բայց դեռ բանակցությունների փուլում են, դեռ այդ կետին չենք հասել, բայց կախվածությունը մենք ամեն դեպքում երկրից կախվածությունը միշտ պետքա փոխարինել շատերից կախվածության, որպեսզի կարողանաս այդ անկախության կոմպոնենտը պահել։ Հարևան երկրների հետ չհամագործակցելը երբեք քեզ օգուտ չի բերում եւ այս դեպքում լինել հարևանների շրջանակում եւ լինել փակ սահմաններում եւ ընդհանրապես մեկ ուղղությամբ ես կարծում եմ ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ ցանկացած երկրի համար եւ այդ մեկ ուղղությունը կապված տարբեր կոմպոնենտներից կարող է փակվել եւ ունենանք բազում խնդիրներ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում, հիշում եք 9 ամիս ոչինչ չէր գնում եւ հետագա process-ները։ Այդ իսկ պատճառով միևնույնն է երկկողմանի այդ հարաբերությունները պահելը եւ հարևանների հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ պահելը բխում է բոլոր երկրների շահերից, այսինքն չի բխում միայն Հայաստանի կամ չի բխելու մենակ Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերից, այլ բխում է բոլորին հավասարաչափ։ Տիկին Ղազարյան, օգոստոսի 8-ից հետո մենք երբ զրուցեցինք, այդ ժամանակ քննարկեցինք գերիների հարցը, ու դուք ասացիք, որ հնարավորին բոլոր հարթակներում դուք բարձրաձայնում եք։ Կրկին ասեմ, գրեթե 4 ամիս է անցել, այդ իմաստով մենք ինչ փոփոխություններ ունենք։ Գերիների հարցով, եթե հիշում եք, մոտ մի ամիս առաջ արտաքին գործերի նախարարն էր ասել շուտով նորություն կունենանք։ Ես կարծում եմ, որ երբեմն այս գործընթացը հատկապես գերիներին վերաբերելի
միևնույն է մի րոպե նույնիսկ չի դադարել այդ մասին խոսելն ու աշխատանք տանելը, երբեմն դա շատ մեծ հույսերի է ներշնչում այդ պահին իրագործվելու, հետո կարծես մարում է, բայց մի հատ ընդհանուր տեսակետից երբ որ նայում ենք խաղաղության պայմանագիր կնքելուց հետո գերի պահելու իմաստը ընդհանրապես կորում է եւ ես կարծում եմ այս ելակետից էլ պետքա դուրս գանք եւ մտածենք որ ու հույս փայփայենք որ այս գործընթացների վերջո արդյունք կտան։ Դե մեղադրանքները ձեր հասցեին հիմնականում այդ մասով են, որ եթե դուք ասում եք որ խաղաղություն կա արդեն եւ այն հաստատված է։ Տեսնելու ենք։ Երբ չեմ կարող ասել, որովհետեւ ես չեմ բանակցությունների մի կողմը որպես վարող, ես որպես իշխանության ներկայացուցիչ եմ ասում, որ եւ վստահեցնում, որ մեր կողմից արվում է ամեն ինչ։ Միշտ ասում են, որ խաղաղության համար երկու կողմ անհրաժեշտ։ Հայաստանը իր մասնակցությունը բերում է կարծես թե անընդհատ ասելով որ մենք այս տրամաբանությանը կողմ ենք, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ադրբեջանը չի ասում դա։ Ադրբեջանը շարունակում է հայկական տարածքները անվանել ադրբեջանական անուններով։ Ես վերջերս կարդացի, որ ադրբեջանական դպրոցներում շարադրություններ են հանձնարարվում, գրել թե ով ավելի լավ կգրի, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական տարածք։ Այն տրամաբանությունը, որ որդեգրել է Ադրբեջանը ու այսպես խիզախորեն գնում է այդ ճանապարհով, կարծում եմ բավականին հակասում է մեր որդեգրած տրամաբանությանը։ Այդ հարցերը բարձրացվում են հարևան կամ թշնամի պետության հետ։ Եկեք այսպես ասեմ, նայեք, երբ որ խոսեց որ որոշ տարածքներ նաև ինչ որ անուններով կոչեցին քարտեզներին նայելով կոնտեքստից կտրված այդ միշտ խոսում մարդիկ ասում են տեսեք ուղիղ կոչեց եւ այսպես խոճապի մթնոլորտ են ստեղծում Հայաստանի Հանրապետության բնակիչների մոտ որ ինքը չի հրաժարվել այդ process-ից եւ այլն այդ նույն խոսույթին զուգահեռ տեղի ունեցավ ճանապարհի տրամադրումը այդ ժամանակաշրջանում բայց թողնենք այդ մի մասով անդրադառնանք դպրոցին եւ տրամադրվածությունին մենք էլ ենք բազմիցս ասել որ մենք խաղաղության մթնոլորտում ապրելուն սովոր չենք եւ անընդհատ մենք էլ ենք այդ տրամաբանության մեջ գրեթե եղել որ թշնամի եւ այլն եւ սա մեր հողնա, նա մեր հողնա, սա մեր տարածքն, մեր տարածքն անընդհատ այդ հոգեբանորեն այդ պայքարի մեջ ենք եղել բոլորս։ Իհարկե այդ ագրեսիվ ռետորաբանության մեր դպրոցներում եւ այլն նման կերպ չենք առաջնորդվել, բայց եթե մենք էլ ենք դեպի ներս նայում, մենք էլ դեռ սովոր չենք խաղաղության պայմաններում ապրել եւ հոգեբանորեն տրամադրվել, որ բարիդրացիական հարաբերություններ կարելի է ունենալ ոչ մեկից ոչ մի բան խլելու տրամադրություն ու տրամադրվածություն չունենա, բայց ես կարծում եմ դա էլ է ժամանակ պահանջում, թե իրենց կողմից այդ ռետորաբանությունը եւ այդ նման գործելավոճը, այդ մտածելակերպը դադարեցնելու եւ թե մեր կողմից, չնայած մենք միշտ ավելի կառուցողական ենք եղել ու տրամադրված ենք եղել խաղաղության պայմաններում ապրելու, որովհետեւ խաղաղության պայմաններով ապրելու դեպքում դու լրիվ այլ կերպ ես կառուցում քո ապագան, քո նախագծերը, քո տնտեսության զարգացման ուղիները եւ այսպես շարունակ, այսինքն տրամադրվածությունը, ծրագրերը եւ այլն լրիվ այլ ուղղությամբ են գնում, ոչ խաղաղության պայմաններում, այլ եւ ես կարծում եմ այսօր մենք տրամադրված, թե մենք թե իրենք կգնանք այդ ճանապարհով։ Ես տեսնում եմ բարբերաբար, որ տարբեր երկրներ այսպես ասում են, որ շատ լավ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որդեգրել են այս տրամաբանությունը եւ իրենք կողմ են, իրենք քաջալերում են, աջակցում են ու միանգամից հիշում եմ 20 թվականին, երբ մենք պատերազմի մեջ էինք, այդ նույն երկրները երբ որ իրավիճակը թեժանում էր, ասում էին, որ կոչ են անում կողմերին հանդարտություն պահել, բայց ոչինչ չէին անում, կոչ էին անում։ Հետո, երբ որ հրադադարի ինչ-որ պահ էր հաստատվում, ուրախանում էին, ասում էին, որ պահպանեք այդպես, ամեն ինչ լավ է, մենք հոգեբանորեն կրկին քաջալերում ենք ձեզ։ Այս առհասարակ այս երկրները, որոնք նման հայտարարություններով հանդես են գալիս, որևէ կետում իրենք գործողությունների գնալու պատրաստ են, թե միայն կոչերի մասով այս ամենը սահմանափակվում եւ այս երկրները ինչ շահ ունեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվող խաղաղությունից։ Տեսեք, մենք երբ որ խոսում ենք ճանապարհների ապաշրջափակումից եւ այդտեղով անցնելու են խաղաղության խաչմերուկ նախագիծն ենք ներկայացնում եւ բավականին շատ երկրներ կան, որ կարող են այդ ճանապարհներից օգտվել եւ իրենց բեռների տեղափոխման համար լավ հարթակ ստեղծել։ Այս առումով, շահերի առումով կարող եմ ասել, որ ինչքան շատ երկրներ օգտվեն խաղաղության խաչմերուկից եւ որը պետք է իրագործվի Թրամփի ուղուց եւ այլն, այդքան նախ մեր անվտանգային կոմպոնենտն է բարձրանում եւ այս երկրի իրենք
իրենք էլ այս հատվածում գոնե շահեր են ունենում, որի համար ավելի հակված են լինելու, որ մեր տարածաշրջանը լինի էլ ավելի խաղաղ, բայց անդրադառնալով 2020 թվականին այդ կոչերին եւ այլն, մենք ինչքան էլ փորձենք չընդունել այդ փաստը իրականում, բայց սա ամբողջ աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս, ինչքան էլ որ մենք այդ ժամանակ որոշել էինք եւ չէինք ուզում դա ընդհանուր առմամբ ընդունել, որ դա այդպես է եղել, այդ իսկ պատճառով աշխարհը կարծես աչք էր փակում այդ process-ի վրա, թեև այդ պատերազմներ, թեև այդ մարդիկ էին մահանում, զուտ մարդասիրական առումով կոչ էին անում, որ այդ process-ը կանգներ, բայց իմ կարծիքով, քանի որ ընդհանուր առմամբ աշխարհի մոտ ընկալում է այնպիսիներ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, այդ պատճառով որևէ այլ գործողության չէին գնում։ Մինսկի խումբը լուծարվեց, Այո։ ինչպես որ որոշված էր, վատ հետևանքներ սպասում են սրանից հետո։ Ես չեմ կարծում։ Եթե օրինակ հապկում էլ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը, վատ հետևանքներ սպասում են, թե ոչ։ Դե ասում են ոչ։ Ռուսաստանի երբ պատերազմը ավարտվի, գլուխը թեքելու է, չէ՞, այս կողմ։ Դե դա գուշակությունների հարց է ու Կարծում եք չի շրջվելու այս կողմ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Որովհետև առաջինը հենց ճանապարհների բացումից, եթե եկեք մի հատ նայենք, սկզբից ղազախական ցորենը ճանապարհ ընկավ, բայց առաջինը ռուսական ցորենը մտավ Հայաստան այդ նույն ճանապարհով, այսինքն Ռուսաստանն էլ իր շահերը ունի նաև այդ ճանապարհներից օգտվելու եւ հետեւաբար իրեն այս պահին ընդհանրապես ու առհասարակ ձեռք չի տա որևէ կերպ այստեղ խաղաղությունը խաթարելը։ Շատ այլ կարծիքներ են շրջանառվում, որ Ռուսաստանը հեռացել է արդեն տարածաշրջանից եւ նրան փոխարինելու են գալիս շատ տարբեր երկրներ եւ նրա դերը այնքան մեծ էր, որ դեռևս այդտեղը կարծես թե չի էլ լցվում։ Արդյոք համամիտ եք այս տեսակետի հետ եւ հեռացման հետ արդյոք համամիտ եք, հեռացում կա, թե ամեն դեպքում պարզապես пассив փուլ է սա իրենց համար։ Գիտեք, որ մենք ամբողջ ընթացքում մտածել ենք, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրը հոգեբանորեն եւ այլն անընդհատ կախվածություն ենք ունեցել մի երկրից, հետո այդ միֆը մի պահ ամբողջությամբ շրվեց, բայց այնուամենայնիվ մենք պետք է ասենք, որ մենք բավականին լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ես նշեցի առաջին այդ ռուսական ցորենը այդ ճանապարհով մտավ եւ դուք էլ խոսքի սկզբում նշեցիք, որ մոտավորապես 80%-ով մենք ապրանքաշրջանառությունը եւ այլն իրականացնում ենք հենց Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն այս առումով եթե ասենք, որ այսպես բաց է կամ իրենք տարածաշրջանից հեռացել են, ոչ իրենք տարածաշրջանի մեջ են եւ իրենց գործունեության այդ process-ի մեջ են, պարզապես որոշ առումներով, որոշ ոլորտներում թույլատրել է իրենց հետ համագործակցությունը եւ դա նորմալ է։ Ես հիշում եմ Ալեն Սիմոնյանի եւ Մարիա Զախարովայի փոխադարձ մեղադրանքներ, երբ որ հնչում էին, Նիկոլ Փաշինյանն է շատ անգամ մեղադրել, Իսկանդերի մասով մենք գիտենք ինչ հայտարարություններ են եղել, ինչպես ստացվեց, որ մենք կարծես թե ներեցինք նրանց։ Ներելու հարց չկա, տեսեք, ինչ անել այդ դեպքում, եթե իրանք ունեն իրենց կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը, մենք շարժում ենք մեր երկրի պետական շահով, իրենք շարժում են իրենց երկրի պետական շահով եւ սա չեն միջամտում որևէ հարցի։ Միջամտելը տարբեր նայած որ հարցին եւ նայած որտեղ ինչպես։ Իսկ իրենց կարմիր գծերը հատվել են, այսինքն մենք հատել ենք այն կարմիր գծերը, որոնք իրենք գծել են Հայաստանի հարցում։ Ես կարծում եմ Արդեն վաղուց ուղղակի մենք իրենց ասել ենք, որ այո, մենք ազատ անկախ ինքնիշխան պետություն ենք եւ մենք պետք է որոշենք մեր պետության ներսում ինչպես ենք շարժում եւ որն է մեր պետության շահը։ Կարծում եմ այս առումով կարող է եւ մի քիչ իրենց մոտ այսպես անհանգստություն լինի, բայց դրան խանդ են հաճախ ասում։ Գուցե խանդ, ուղղակի քաղաքական դաշտում դա այդ բառով բնորոշելը մի քիչ սխալ։ Այ Տիկին Ղազարյան շատ հաճախ հատկապես ընդդիմությունն է ասում, որ Ռուսաստանին փոխարինողը Թուրքիան է, եթե դուք պատրաստ եք թուրքացման ճանապարհով գնալ, ընտրեք Թուրքիան։ Ես չգիտեմ փոխարինում տեսնում եք, Ես չգիտեմ ինչի են անընդհատ ինչ-որ փոխարինողներ, անընդհատ ինչ-որ, այսպես ասած, մեծ եղբայրներ, միջնորդներ, հովանավորներ, երաշխիք տվողներ, երաշխավորներ ման գալիս, մենք այդ իսկ պատճառով ենք նշում։ Պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել, պետք չէ ինչ-որ փոխարինող ման գալ, ուղղակի պետքա ինքնուրույն ինքնիշխան անկախ երկրում փորձել ապրել եւ քո հարցերը ինքդ լուծել։ Ամեն դեպքում մենք չգիտենք թե ինչա մեզ սպասվում, որքան էլ որ խաղաղության ճանապարհը ձեր առաջարկած ճանապարհն է, ենթադրենք Ալիևը որոշում է, որ հարմար առիթը կրկին ստեղծված է պատերազմի համար եւ վտանգներ չկան, կարելի է նոր տարածքներ
Գիտեք, մենք չպետք է լսենք կամ կողմնորոշվենք ով ինչա որոշում։ Մենք ունենք լեգիտիմ ստորագրված փաստաթղթեր։ Իրենք անկեղծ Սա ամբողջ աշխարհում առաջինը հիշում եք, եթե Թրամփի հետ հանդիպումը հիշում եք, առաջինը ինքն էր խոսում հարատև խաղաղությունից ու բոլորի աչքի առաջ եւ կարծես միջազգային հանրության եւ բոլորիս վստահեցնելով, որ հարատև խաղաղությունը բարձվելու մեր տարածաշրջանում հենց իր խոսքից եմ հղում անում եւ այստեղ նստել տեսնել բանավոր խոսքին հղում տալ կարծում եմ բայց իրենք հետո հակասում են իրենց դե եմ ասում բանավոր խոսքին հղում տալ ճիշտ չէ որովհետեւ երբ որ արդեն կամ ստորագրված փաստաթղթեր եւ հետո process-ները, որոնք իրականում են այնպես ինչպես փաստաթղթերում ամրագրված է, մենք պետք է ուղղորդվենք հենց այդ փաստաթղթերում գրված process-ներ։ Սահմանազատման, սահմանագծման գործընթացը որպես ապացույց ճանապարհի ինչ որտեղ որոշ չափով արդեն ապաշրջական տարբերակն է։ Վերջնական ստորագրություն դեռ չի եղել, չէ՞։ Դե սպասվում է, որ որոշ գործընթացից հետո կլինի։ Ինչն է կամենացնում որպես առաջնային տրամաբանությունը ընդունելի է իրենց համար, իրենք որոշել են, որ խաղաղությունը լավ բան է, թուրքական կողմից ասում են, որ կարծես թե երկու ժողովուրդները արդեն հարմարվել են սրան, ինչն է խնդիրը, որ սա տեղի ունենում, այսինքն ավելի ճիշտ տեղի չի ունենում փաստաթղթի վերջնական ստորագրությունը։ Սա իրենց լսարանին ինչ որ բան ցույց տալու համար է այս ձգձգվող։ Ես կարծում եմ ուղղակի շատ ձգձգվող չի կարելի ասել, որովհետև իրականում մեծ գործընթաց է խաղաղության վերջնական հաստատումը տարածաշրջանում եւ քայլերի հերթականությունը իրենից ենթադրում, տեսեք դեռ կան պահվող անձիկ, կան որոշ գործընթացներ, որ պետք է իրականացվեն, իսկ թվում է քիչ-քիչ մենք այդ քայլին մոտենալու ենք, այստեղ շտապողականության հարցել չկա, որովհետև տեսեք մենք չենք էլ սպասում որ ստորագրումը խաղաղության համաձայնագրի այսքան շուտ կստացվի ու արագ կստացվի իրականում, բայց process-ները այնպես զարգացան, որ ժամանակի առումով հնարավորինս առաջ եկավ այդ նախաստորագրումը խաղաղության համաձայնագրի։ Ես կարծում եմ այս հարցում է որպես առաջնային բանակցող ես չեմ հանդիսանում, դրա համար բանակցության այս պահի process-ին, այսպես ասած, մանրամասնությամբ չեմ պատկերացնում մանրամասնությունները եւ որտեղ ոնց ինչպես եղավ, ինչ խոսակցություն եղավ, բայց այնուամենայնիվ ինչ խոսակցություններ որ լինում են բաց ու թափանցիկ հանրությունը տեղյակալ լինում, գործընթացներն էլ աչքի առաջ են իրականանում, ոչ մի այսպես գախնի որևէ խոսակցություն չի լինում, երբեմն ասում են մենք ինչ գիտենք օրինակ ընդդիմությունը դուք բանավոր ինչ պայմանավորվածություն ունենք, վստահեցնում ենք որ որևէ բանավոր կամ գրավոր բանակցություններ չկա, որի մասին հանրությունը որևէ կերպ տեղյակ չի, եթե հիշում եք նույնիսկ խոսում էին համաձայնագրերը, որոնք էլի երկու երկրների միջև կնքվել էին աշխատանքային պայմանագրեր ունենք, պահանջեցին, որ նույնիսկ դրանք հրապարակվեն, ոչ մի խնդիր չենք ունեցել դա էլ հրապարակելու։ Նախկինում բանակցային գործընթացների վերաբերյալ փաստաթղթերը վերջերս ինչը որ կար կառավարությունում հրապարակվեց եւ այսպես շարունակ, այսինքն այն ինչ կատարվում է հանրության աչքի առաջ եւ գործընթացներին ամբողջությամբ կարծես ժողովուրդն է մասնակցում։ Եվ այս ընթացքը պետք է այսպես է շարունակել, ինչ որ մի կետում այդ համաձայնագիրը կվերջնական կնքելու արդյունքում։ Ընտրություններ են նախատեսվում հուլիսին, եթե չեմ սխալվում, հունիսին են նախատեսվում ընտրությունները, բան չի մնացել մի քանի ամիս ընդամենը, եւ կարծես թե ակտիվ դուք եք աշխատում հիմնականում։ Ընդդիմությունը դեռևս պատրաստվում է խորհրդարանական ընդդիմությունը ձեզ անվստահություն հայտնելու տարբերակով հարցի լուծման գնալ։ Դե դա հենց առաջին 21 թվականից իրենք փորձում են ինչ-որ կերպ իշխանության զավթում իրականացնել, որովհետև հասկանում են, որ ընտրությունների միջով չէ։ Ինչու է զավթում 18 թվականին էլ փողոցային ճանապարհով դուք եք եկել իշխանության։ Տեսեք, ժողովրդի կամքի իրականացում էր իրականում, ես այդպես կկոչեի, ես ես վերջերս հասկացել եմ, թե դա ոնց պետք է կոչել։ Իսկ թվում է ժողովրդի կամքը անկասելի էր եւ այդ ժամանակ հասկանալը, որ իսկապես ժողովուրդը ճգնաժամի մեջ է եւ դուրս է եկել, ուրեմն հասել է այն ամենագագաթնային պահը, որ պետք է այլևս ամեն ինչ փոխվի։ Այսօր այդ խնդիրը չունենք։ Այդ խնդիրը չունենք, որովհետև ունենք մաքուր թափանցիկ ընտրություններ։ Ամեն տեղ, թե կուսակցության ներսում ենք ընտրություն անում, լինում է ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները, թե յուրաքանչյուր թիմում կատարված ընտրությունները, չնայած ինչքան էլ որ փորձում են ինչ-որ մի ձև գտնել, ինչ-որ մի խարդախություն անել եւ այլն, ամեն դեպքում հաղթահարվում է։ Եվ այստեղ շատ ես այդ առումով ժողովուրդը ամբողջությամբ տիրապետում է
է իրավիճակին եւ ինքն է իշխանության տերը։ Ես անընդհատ խոսակցությունից խոսքերից մեջ նկատում եմ, որ շատ եմ ժողովրդի հղում անում, բայց իրականում այսօր իշխանությունը ժողովրդի ձեռն է, բնականաբար հենց ժողովրդին էլ պետք է հղում անեն, որովհետեւ բացառապես իրանց ընտրությամբ է տեղի ունենում, ով կլինի իրենց երկրի առաջնորդը եւ ով կլինի իրենց խորհրդարանում եւ այսպես շարունակ։ Իրենք վտանգախություն ունեն չընտրվելու առհասարակ, բայց եթե ասեմ իրենք չեն աշխատում ընտրություններին, կսխալվեմ, որովհետև շատ եմ ազդակներ լսում, որ բավականին շատ արդեն կուսակցություն, ովքեր բավականին լավ գումարներ ունեն եւ ներդրում են, գրասենյակներ են բացում շտաբը, այսինքն դեռ մենք որևէ շտաբ կամ ինչ-որ բան չենք ձեռնարկել, մենք մեր բնականon հունով ոնց աշխատել ենք, աշխատում ենք, շարունակում ենք, այ իրենք իշխանության են եւ ընտրության նախաշեմին օրինակ առողջության ապահովագրության փաթեթները քանի հատ ավելի մշակում, բանակի կրճատման հարցն են առաջ բերում, ինչը ծնողների համար բավականին ընդունելի է եւ այսպես շարքը կարելի է շարունակել եւ ձեզ մեղադրում են, որ սա նաեւ կոռուպցիայի դրսևորման ձև է, կաշառքի ձև է, ոնց Գիտեք, ամենահետաքրքիրն այն էր, այսօր այսպես հիշողությունս թարմացեց, եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էինք ընտրում, երբ որ նշեց, որ անգործությունը ինքնին կոռուպցիա է։ Ես իսկապես հղում կանեմ այդ արտահայտության վրա, որովհետև պարզվում է, երբ որ մարտանգործություն է ցուցաբերում, դա Իրանից հենց ենթադրում է կոռուպցիոն գործունեություն։ Խոսում ենք կոռուպցիայից, բայց իրականում հասկանում ենք, որ մեր հասարակության մի լայն շրջանակ նույնիսկ չի պատկերացնում կոռուպցիան ինքը իրենից ինչ է նշանակում եւ քանի շերտեր ունի։ Այս առումով, տեսեք, անդրադարձան նաեւ դուք նշեցիք բանակի։ Բայց տիրապետում է ինչպես դրա հետ վարվել, կարծում եմ։ Դա միանշանակ իհարկե մի ուղղությամբ գիտեն դա ինչ, բայց մնացածին իրենց մեղավորությունը չեն տեսնում, եթե չլիներ օրինակ մեր կառավարության օրոք մենք փորձում ենք կոռուպցիան արմատախիլ անել իհարկե, բայց քանի որ մարդկանց մեջ պետքա նաև մտածողության փոփոխություն լինի, այս առումով կրթություն լինի նաև կոռուպցիան հասկանալու եւ կոռուպցիան ուղիով չէ, դա ժամանակ է պահանջում իրականում։ Ինչպես գիտեք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես ինքնավար մարմին մեր օրոք է, այսպես ասած, հիմնվել, աշխատում է բավականին դժվար անդամ ենք ընտրում, նույնիսկ այսօր էլ չենք ընտրել տեխնացուին, բավականին դժվար ընտրություն են կատարում, որտեղ իրապես այս մարմինը շատ կարևոր է մեր համար, իր աշխատանքը շատ կարևոր է մեր համար։ Բայց անցնեմ այդ նախընտրական բաներ։ Ես կարծում եմ մենք ուշացած ենք նույնիսկ վերել առողջության համընդհանուր ապահովագրություն, որովհետև բավականին երկար ժամանակ տարիների ընթացքում չէին անում, հենց ընտրությունների ժամանակ եկավ, որոշեցին, որովհետև այս տարիների ընթացքում մենք պատրաստվում ենք այս օրենքի ընդունմանը իրական, որովհետև այդ օրենքի ընդունում ինքը բավականին մեծ ռեսուրս է պահանջում, բավականին մեծ քանակով մարդկանց հոսք է սպասում այս ապահովագրությունից, բայց այս որ սպասելի էր, դա միանշանակ եւ մենք ի սկզբանե ենք խոսացել եւ մեր կառավարության ծրագրի մեջ է եղել։ Նույնը վերաբերվում է 1.5 տարի սարքելուն բանակի օրենքի նախագիծը քննարկվել, շատ լավ հիշեցրիք, նույնիսկ այսօր ենք քննարկել, ինչի մասին էր, որ մենք միշտ ասել ենք, որ պրոֆեսիոնալ բանակի ենք գնում եւ Պաշտպան Հայրենյաց ծրագիրը մի տարի կամ 2 տարի առաջ արդեն գործարկվեց, բավականին շատ 4000-ից ավել տարվում է կարծես թե։ Այո, գիտեք ոնց, պետք է մենք հասկանանք այդ ծրագիրը ինչքանով իրեն արդարացնում, նոր բերեինք ու կրճատեինք տարիները, այսինքն հերթականությունը ինքը իր հունով գնում է։ Հիմա որ մենք ասենք, նույնիսկ գիտեք ինչն են կապել, էթիկայի կանոնագիրքը, որ ընդունել են կուսակցությունում, ասում են դուք էթիկայի կանոնագիրքը նախընտրական քարոզարշավ որպես կարելի է ընդունել, որ դուք որոշել եք, որ այսուհետ այսպես քաղաքակիրթ խոսք եք ունենալու եւ դրա համար նախընտրական է, ուզում եք ինչ-որ sense ավելի քաղաքակիրթ երևալ, ընդունում եք էթիկայի կանոնագիրքը, բայց նորմալ է, որ սեպտեմբերին նոր վարչություն են տրվել եւ մենք էլի ունեինք մեր կանոնադրության մեջ որոշ կանոնակարգեր, վարքագծի կանոնների ընդհանրով, բայց ավելի ճիշտ կլիներ առանցին էթիկայի կանոնագիր կունենալ, որովհետեւ նաեւ դրանից ելնելով ընտրում ես հետագայում քո հավաքանու ցանկը, դրանից ելնելով ընտրվելու նաև հաշվի առնելով նաև պատգամավորական տեխնացուներին եւ այսպես շարունակ ավելի կուսակցությունից արդեն դուրս է գալիս այդ էթիկայի բոլոր կանոններով մարդիկ։ Շատ լավ է, բայց դա նախընտրական քարոզարշավի հետ ընդհանրապես կապ չունի, դա ընթացք է, որ ոնց որ շատ լավ հիշում եմ, ընտրություններից առաջ ամեն համայնքում ասֆալտ էին անում։
մի քանի մետր մեր ժամանակ 18-ից առաջ, այսպես ասեմ, ու հենց սկսվում էր այդ աժոտաժը, այդ ասֆալտը, SN, մտածում ենք, հեսա ընտրությունները, հեսա գալիս են ցույց տան, ինչ որ գործ են անում։ Դա ես հիմա բոլորը դրա հետ են կապում, բայց մենք մեր ընթացքը, մեր ծրագրերը արդեն Ղազարյան որ այդպես չի լինում։ Հիմա ինչ գործ անում ենք, որովե համայնքում ոչ մենք ուղղակի են այն ինչ տեսանելի է, տեսնել ու ասել, որ դա այդպես է ու լավ է։ Եկեք տեսանելին ասենք, այսօր Հայաստանում շրջելիս մի ճանապարհ չես գտնում, որ որևէ մի թերություն ունենա, ուղղակի հաճույք եմ ստանում Հայաստանով շրջելիս։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք։